Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, թերևս ամենաշոկային և էմոցիոնալ վերլուծությունը։ Իրադարձությունները վերջապես հասնում են իրենց կուլմինացիոն կետին, դիմակները պատռվում են, իսկ կերպարների իրական դեմքերը ջրի երես են դուրս գալիս։ Այսօր մենք կքննարկենք ոչ միայն նորագույն սերիայի ցնցող դրվագները, այլև կտեսնենք, թե ինչպես է մեր բացառիկ կանխատեսումը դառնում դառը, բայց միևնույն ժամանակ ճակատագրական իրականություն։ Հարմար տեղավորվեք, քանի որ առջևում անսպասելի զարգացումներ են։ Ինչպես արդեն նկատել եք, Էլենը շատ նպատակային ու հետևողական կերպով աշխատում է նվերի ու Սեդայի բաժանման ուղղությամբ։ Նա հմուտ մանիպուլյատորի պես երկակի խաղ է վարում, նվերին տրամադրելով Սեդայի դեմ, իսկ Սեդային նվերի։ Էլենը մտնում է Սեդայի մոտ և սկսում թունավորել նրա միտքը, համոզելով, որ նվերը երբեք էլ նրան իրականում չի սիրել։ Ըստ Էլենի, եթե սերը հզոր լիներ, նվերը երբեք նման ստոր կերպով չէր լքի Սեդային այն բանից հետո, երբ իմացավ նրա հետ կատարված դաժան բռնաբարության մասին։ Սակայն Սեդայի պատասխանը իսկական շոկ է առաջացնում Էլենի մոտ։ Սեդան խոստովանում է, որ հիմա գտնվում է շատ ծանր, բայց կարևոր փուլում։ Նրա հիշողությունը կամաց-կամաց վերականգնվում է և նա սկսում է հիշել այն ճակատագրական ու դժոխային գիշերվա դետալները, որը տեղի ունեցավ իր հետ։ Այս խոսքերից Էլենը մի պահ կորցնում է իրեն ու խուճապի մատնվում, ինչը վկայում է այն մասին, որ նա լուրջ վախեր ունի ճշմարտության բացահայտումից։ Բայց Էլենի այս ստոր խաղը աննկատ չի մնում։ Պարզվում է Սյուզին գաղտնի ականջ է դրել նրանց խոսակցությանը։ Նա ուղղակի ապշած է քրոջ ցինիզմից և այն անհեթեթությունից, որը նա ներշնչում է Սեդային։ Հենց որ Էլենը դուրս է գալիս ննջասենյակից, Սյուզին անմիջապես հարձակվում է նրա վրա, դեմքին շպրտելով դառը ճշմարտությունը։ Նա պահանջում է բացատրել, թե այդ ինչ էժանագին ներկայացում է բեմադրել Էլենը, իբր զզվում է նվերի պահվածքից ու ցավում է Սեդայի համար։ Սյուզին դիպուկ հարց է տալիս. արդյոք Էլենը փորձում է խաբել Սեդային, թե առաջին հերթին ինքն իրեն։ Այս բախումը ցույց է տալիս, որ քույրերի միջև լարվածությունը հասնում է պայթյունավտանգ սահմանին։ Մինչ աղջիկները պարզում են իրենց հարաբերությունները, Հարութի կյանքում տեղի է ունենում ամենամեծ ու ցավոտ ողբերգությունը։ Ազատ արձակվելուց հետո նա ոչ մի կերպ չի կարողանում գտնել Մանեին։ Ընկերը Գոռը փորձում է նրբորեն հասկացնել իրականությունը, նետելով, որ դժվար թե Մանեին այլևս հետաքրքրի Հարութի որպիսությունը։ Սկզբում Հարութն ուշադրություն չի դարձնում այս խոսքերին, բայց հետո կասկածներն արթնանում են ու նա սկսում է հարցաքննել Գոռին։ Վերջինս խուսափելով ճշմարտությունից կտրուկ փոխում է խոսակցության թեման։ Բայց ճշմարտությունը երկար թաքցնել հնարավոր չէր։ Հարութի հեռախոսին գալիս է անանուն հաղորդագրություն, կոնկրետ հասցեով և հստակ պահանջով. արի այս հասցեով։ Ներքին տագնապին տրվելով Հարութը գնում է նշված վայրը ու հայտնվում իսկական մղձավանջի մեջ։ Նա իր իսկ աչքերով անկողնում բռնացնում է Մանեին ու նվերին։ Այս տեսարանը վերջնականապես կոտրում է Հարութին, գցելով նրան ահավոր հոգեվիճակի մեջ։ Մանեն զարմանքից ու ամոթից քարանում է, իսկ նվերը տոնում է իր հաղթանակը։ Նա վրեժ լուծեց անմեղ տաքսիստից և հասնելով իր կեղտոտ նպատակին, անմիջապես լքում է հիմար Մանեին։ Եվ այստեղ, սիրելի հեռուստադիտողներ, իդեալական կերպով իրականություն է դառնում մեր այն բացառիկ կանխատեսումը, որի մասին միշտ հիշել ենք։ Շուտով Սեդայի հիշողությունը լիովին կարծնանա և նա կհասկանա, որ Հարութը ոչ միայն մեղավոր չէ, այլև իր միակ փրկիչն էր։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչպես կարձագանքի Սեդան, երբ վերջնականապես վերհիշի այն դժոխային գիշերվա իրական մանրամասները, և ինչ ճակատագիր է սպասվում Մանեին նվերի կողմից օգտագործվելուց ու դեն նետվելուց հետո։ Անպայման գրեք ձեր կարծիքները և կանխատեսումները մեկնաբանություններում, ես մեծ սիրով կկարդամ դրանք, և իհարկե մի մոռացեք սեղմել հավանելու կոճակն ու բաժանորդագրվել մեր TV ալիքին, որպեսզի բաց չթողնեք սերիալի ամենաթեժ վերլուծությունները։ Կհանդիպենք շատ շուտով։